Ադամի ու Եվայի մեղանչումը Գիրք ծննդոց 3 Ադամն ու Եվան շատ երջանիկ էին Եդեմի պարտեզում։ Նրանք ունեին և կարող էին ուտել ցանկացած համեղ միրգ։ Սակայն պարտեզի մեջտեղում կար մի ծառ, բարու և չարի գիտության ծառը։ Աստված պատվիրել էր չուտել միայն այդ ծառի պտուղը, քանի որ ուտելով այդ պտուղը նրանք կարող էին զրկվել Աստծո փառքից ու մահանալ։ Աստված սիրում էր Ադամին ու Եվային։ Տերը կամենում էր, որ նրանք միշտ ուրախ ու երջանիկ լինեին այդ սքանչելի պարտեզում։ Աստված հաճախակի հաղորդակցվում էր նրանց հետ, բայց ցավոք սրտի այս ամենը երկար չտևեց։ Սատանան օձի կերպարանքով գաղտագողի մոտեցավ Եվային և սկսեց խոսել այդ բարու և չարի գիտության ծառի պտուղի մասին։ Եվան ասաց Սատանային. Աստված ասաց, որ չուտենք այդ ծառի պտուղը։ Սատանան խաբեց Եվային, ասելով, որ կարող են ուտել այդ ծառի պտուղը ու նրանց հետ ոչինչ չի պատահի։ Եվ այդ պահին Եվան ցանկացավ ճաշակել այդ պտուղը։ Նա գիտեր, որ չպետք է ճաշակեր այն, քանզի Աստված էր պատվիրել, բայց Եվան կերավ այդ պտուղը։ Ադամը նույնպես ճաշակեց այն։ Այս նկարում դու տեսնում ես, թե ինչպես են Ադամն ու Եվան հեռանում իրենց պարտեզից, քանի որ Աստված դուրս հանեց նրանց, քանզի նրանք չհնազանդվեցին Աստծուն, և դրանից հետո մահը աշխարհ մտավ։ Մեղանչելով նրանք զրկվեցին Աստծո փառքից և Եդեմի պարտեզում ապրելուց։ Ինչ ես կարծում, ավելի լավ չէր լինի նրանց համար, եթե նրանք հնազանդ լինեին Աստծուն։